Մարաձկներով բեռնված 7 բեռնատար Սևանա լիճ է հասել հարևան մարզից։ Ամառային իշխան եւ Գեղարքունի տեսակի 336 000 մանաձուկ աճեցվել է Վայոց ձորի արհեստական ձկնապուծարաններում։ Առաջին մարաձկները լիճ է բաց թողնում բնապահպանության նախարարը։ Արի բարոն մարզիկ։ Մեկ հազար լինի, ուրա, հազար չէ, միլիարդ։ Խախտվել է էկոհամակարգը, ունեցել ենք կողակ, ունեցել ենք բեղլու, որոնք որ հիմա իսպառ են վերանում։ Լճի էկոհամակարգը վերականգնում են 2005 թվականից, վերջին 7 տարիների ընթացքում Սևան է բաց թողնվել 1 500 000 մանաձուկ, սակայն ձկնատեսակների կայուն բազմացումն ապահովելու համար անհրաժեշտ է նաև արգելել որսը ձվադրման շրջանում։ Այն սկսվում է նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 28-ը, մարզպետարանում խնդիրն օրակարգում է։ Այս ընթացքում անթույլատրելի է, որպեսզի մենք ձկան որսով որևէ մեկին թույլատրենք կամ հենց իրենք զբաղվեն։ Եթե որոշում ենք արգելել, ուրեմն մինչև վերջ պետք է արգելենք, ոչ մեկը չի խուսափելու։ Աշխատելու են համագործակցված մարզպետարանի, նախարարության եւ ոստիկանության համատեղ ուժերով, սակայն այս անգամ նոր գործելավոճ են որդեգրել։ Ոչ միայն վերահսկելու են եւ տուգանելու ապօրինի ձկնորսներին, այլ նաեւ հորդորելու են տեղաբնակներին եւս միանալ լճի պաշտպանությանը։ Դժգոհությունները հայտնվում ժողովրդի կողմից, նոր տարի վերջը էլեմենտար բոքսերի հոգալու խնդիրներ կա, բան կա, այս կա, այն կա։ Այդ առումով երևի թե բացատրական աշխատանքները շատ պիտի ավելի ակտիվացվի։ Ձկան բազմացման շրջանում Սևանի մայրուղում ձեռքերը պարզած ձկնավաճառներ չեն լինի։ Մեկ ամիս թանկարժեք իշխան Նուսիգը Սևանում իրենց կզգան ինչպես ձուկը ջրում, որսն արգելված է։ Արսեն Դումանյան, Արթուր Հունանյան, ժամը լրատվական։